Օգոստոսի վերջը նշանավորվեց Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգությամբ։ Վրեժի մղումով մի հանցավոր խումբ որոշեց սպանել մյուս խմբի պարագլխին այն բանի համար, որ տարվա սկզբին նրանք ներխուժել էին իրենց տուն եւ սպանել իրենց եղբորը։ Ինձ գրում են Հայաստանի տարբեր համայնքներից եւ Սփյուռքից, հարցնելով Փարաքարի եւ Մերձավանի մասին։ Այդ պատճառով էլ ես որոշեցի պատմել իրական ճշմարտությունը։ Ահա այն ամենը, ինչ պետք է հստակ իմանալ։ Փարաքարում տեղի ունեցած ողբերգությունները քաղաքականության հետ ոչ մի աղերս չունեն։ Դրանք հանցավոր մտածելակերպի հետևանք են։ Երբ մարդկանց մոտ խելք չկա եւ նրանց գիտակցությունը լցված է միայն քրեական տրամաբանությամբ, ավարտը միշտ էլ լինում է այսպիսին։ Այո, մեկ խմբավորում համարվում է իշխանության կողմնակից, մյուսը ընդդիմության։ Բայց հավատացեք, երկու խմբերն էլ մտածում են միայն սեփական գրպանի եւ շահի մասին։ Փարաքար համայնքը տասնամյակներ շարունակ բաժանված է եղել երկու բանդաների միջև։ Մենք բոլորս դիտեցինք Մերձավանի գյուղից բազմաթիվ տեսանյութեր, որտեղ բնակիչները հրապարակավ գովաբանում էին սպանվածին։ Բայց պետք է ճիշտ հասկանալ, համայնքի բնակիչների 90%-ը չեն ասում այն, ինչ իրականում մտածում եւ զգում են, այլ այն, ինչ հարկադրված են ասել։ Պատկերացրեք, այդպիսի գյուղում անգամ յուրաքանչյուր շուն գիտի, թե ով որ փողոցում է ապրում։ Այդ պատճառով էլ մարդիկ գերադասում են գովել քրեականներին, որպեսզի իրենց գլխին չգա վտանգ կամ չստանան հարված։ Երկու խմբավորումները պարբերաբար կրակել են իրար վրա, եւ մարդիկ ապրում են մշտական վախի մթնոլորտում։ Սպանության եւ հուղարկավորության օրը ամեն քայլափոխի կրկնում էին, թե իբր համայնքապետը հասարակ մարդ էր եւ ապրել է միայն աշխատավարձով։ Ասում էին նաեւ, որ կյանքում նույնիսկ ճանճ չէր սատկացրել։ Անկասկած, սա սուտ է եւ հեռու է ճշմարտությունից։ Մտածեք ինքներդ, միթե հասարակ մարդը կարող է համայնքում ունենալ այդքան օբյեկտներ եւ բիզնես։ Դուք տեսել եք իմ հրապարակած մեծ առանձնատունը, դղյակը, որը կառուցում էր համայնքապետը։ Կարծում եք, միայն աշխատավարձով հնարավոր է նման շքեղություն կառուցել։ Ես էլ եմ աշխատում օր ու գիշեր, բայց հազիվ ծայրը ծայրին եմ հասցնում։ Իսկ ինչու ես չեմ կարող 3-4 դղյակ կառուցել։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Բացի գայլերից, Մերձավանի սպանությունների համար պատասխանատու են նաև Փարաքարի բնակիչները, որոնք մեծամասամբ այդպես էլ չհասկացան, որ պետք է ապրել օրենքներով եւ հարգանք ունենալ պետության նկատմամբ։ Քրեական մթնոլորտը այդ համայնքում ծանր ցավ է ողջ երկրի համար։ Միթե հաճելի է մշտապես հայտնվել քրեական հաղորդագրությունների մեջ։ Այս բարքերն արդեն երկար ժամանակ գոյություն ունեն, սակայն ինչու ժողովուրդը չի գիտակցում, որ պետք է առաջնահերթություն տալ կրթությանը, այլ ոչ թե փողոցային հաշվեհարդարներին եւ անվերջ կռիվներին։ Ինչպես գիտեք, համայնքապետի հետ միասին սպանվեց նաեւ ոստիկան։ Հասարակությանը Արմավիրի մարզում ասացին, թե իբր ոստիկանն ընդամենը հյուր էր եկել եւ ոչ մի կապ չուներ սպանվածի հետ, բայց Մերձավանի բնակիչները ինձ գրել են, որ ոստիկանն ընկերություն էր անում համայնքապետի հետ եւ ամենայն հավանականությամբ նրանք ինչ-որ գործեր ունեին միասին։ Վստահ եղեք, նման ընկերությունը չի լինում միայն եղանակի մասին զրուցելու համար։ Ամենայն հավանականությամբ այդ ոստիկանը փոխկապակցված էր համայնքապետի եւ այն մարդկանց միջև, ովքեր կաշառքներ էին վերցնում իրավապահ համակարգում։ Կասկածից վեր է, որ այս բոլոր սպանությունների համար հիմնական մեղավորները Արմավիրի մարզի դատարաններում, ոստիկանությունում եւ դատախազությունում գտնվող գայլերն են, որոնք միշտ եղել են սեփական շահի, ոչ թե պետության կողմնակից։ Այս մասին ողջ մարզում բոլորը գիտեն եւ պատրաստ են հաստատել։ Ամենազարհուրելին այս պատմության մեջ այն է, որ սպանվածների ընտանիքների ցավի վրա Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մարդիկ փորձեցին իրենց համար քաղաքական PR կազմակերպել։ Սա սրբություն չունեցող ստոր մարդկանց կույտ է։ Իսկ Մերձավանի քրեական իրականությունը մեր ընդդիմության հայելին է։ Չմոռանաք, դաշնակցականները, Քոչարյանի եւ Սարգսյանի մարդիկ նույնպես բանդիտներ են, եւ նրանց համար քրեական հաշվեհարդարները պարզապես հաճույք ստանալու միջոց են։ Մերձավանի ողբերգությունը վերջինը չէ։ Սպանությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում շատ տղամարդիկ ընդունում են այդպիսի հարցեր լուծելու մեթոդը։ Մինչև մարդիկ իրենք չփոխեն իրենց մտածողությունը, սպանությունները չեն դադարի։ Միայն հիշեք, յուրաքանչյուր հանցագործություն անպատիժ չի մնում։ Պատիժը գալիս է ոչ թե մեր դատական համակարգից, այլ Աստծուց, եւ այն 1000 անգամ ավելի ծանր է, քան նախատեսում է մեր քրեական օրենսգիրքը։